Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, եթերում է «Սպասիր ինձ» հաղորդաշարը։ Մենք հենց այնպես չենք կրկին եթերում։ Մենք հայտնվել ենք ձեր էկրաններին իհարկե որոշակի նպատակներով։ Դե դրանք ձեզ քաչ հայտնի են։ Առհասարակ այս կյանքում ոչինչ երբեք հենց այնպես չի արվում։ Ամեն բան ինչ-որ նպատակ է հետապնդում։ Ամեն գործողություն ունի իր պատճառը։ Իսկ մեր այսօրվա եթերի նպատակներն իհարկե միայն բարի են։ Մենք հավաքվել ենք բարին տարածելու, մարդկանց միավորելու, նրանց հասկանալու ու կարեկցելու համար։ Մենք եթերում ենք, քանի որ կան մարդիկ, որոնք ունեն այս ամենի կարիքը։ Ու եթե դուք հենց այդ մարդկանց թվին եք դասվում, ապա սիրով հիշեցնում ենք ձեզ, թե ինչպես կարելի է ոչ միայն դիտել մեր հաղորդաշարը, այլև մասնակցել դրան։ Որոնման հայտ լրացրեք «Սպասիր ինձ»-ի կայքում կամ զանգահարեք մեր խմբագրության հեռախոսահամարով։ Կարող եք նաև նամակ ուղարկել հեռուստանախագծի էլեկտրոնային հասցեով։ Պարզապես ընտրեք ձեզ հարմար տարբերակը եւ վերջ։ Հետագա քայլերն արդեն կհամաձայնեցնենք մեր գործընկերների հետ, բայց ինչպես ասում են, կարևորը առաջին քայլն է, առաջին նպատակը ու կայացրած որոշումը։ Մենք սիրով սպասում ենք ձեր հայտերին։ Աշխարհի որ ծայրում էլ լինեք դուք կամ նա, ում փնտրում եք, որտեղ էլ տեսած լինեք նրան վերջին անգամ, քանի տարի էլ անցած լինի ձեր վերջին հանդիպումից, իմացեք, գտնելու շանսեր միշտ էլ կան։ Շանս կա միշտ, քանի դեռ կա հույս։ Մեծ հույսերով է մեր տաղավար եկել մեր այսօրվա հյուրը։ Բարի երեկո, համեցեք։ Խնդրում ենք ներկայացեք եւ ասեք ում եք փնտրում։ Բարոցս, ես Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանից եմ, Գևորգյան Ռուսլան եմ, փնտրում եմ քույրիկիս, հորս առաջի ամուսնությունից ծնված երեխային։ Նրանք Հայաստանում ապրել են, երևի մի քանի ամիս հետո ինչ-ինչ պատճառներով բաժանվել են ու շատ ցավոտ է եղել բաժանությունը, որից հետո կինը չի ցանկացել ընդհանրապես, որ հայրս երեխայի հետ շփվի, մի քանի անգամ փորձեր եղել են գնացել է Բրյանսկ, որպեսզի երեխային տենա, այն կարգի է հասել, որ ոստիկանության ուղեկցությամբ են թույլ տվել մի քանի րոպե երեխային տենա հեռվից։ Ու դրանից հետո ոնց որ կապը ընդհատվել է, մի 15 տարի առաջ հայրս էլի փորձեց կապ հաստատել, հայրս հիմա մահացած է։ Նամակ եկավ, թե իբր աղջիկը մահացել է, բայց ոչ մի առողջական այդպիսի խնդիր չկար, որպեսզի մենք հիմնավորվենք այդ խոսքերին։ Դուք գիտեք ձեր քրոջ անունը, ծննդյան տարեթիվը։ Այո, 1981 թվականի ծնված է, դժվարանամ ամիս ծննդյան թիվը ասեմ, ծնվել է մինչև մարտ ամիսը 81 թվականի, որտեվ քրոջս այդ տարբերությունը շատ քիչ է, ինքը մարտ ամսի ծնված է։ Գապեևա Եկատերինա պետք է լիներ Ռադիկովնա, բայց փոխել են երևի թե Ռադիոնովնա։ Դա քրոջս անունն է, մոր անունը Գապեևա Լարիսա, Գորոդ Բրյանսկ, Պրոսպեկտ Լենինի առաջի տուն 55 բնակարան, բայց հիմա իրանք այդտեղ ոնց որ չեն բնակվում։ Եվ մատնանշեցիք Բրյանսկ քաղաքը, այսինքն այդ իրադարձությունները այնտեղ են տեղի ունեցել եւ ենթադրում եք, որ այնտեղ է ապրում։ Իրադարձությունները այնտեղ են տեղի ունեցել, իրանք եկել են Հայաստան, հայրական օջախս ապրել են, տատս պապս ընդունել են որպես ամուսիններ, չգիտեմ ինչ պատճառներով շատ սուղ ձևով վիճվել են ու ոնց որ մեկից կտրվել է այդ ամեն կապը։ Երբեմն մեծահասակները արգելում են երեխաներին շփվել իրենց ազգականների հետ եւ հետագայում այդ մարդիկ մեծանալով մեղադրում են իրենց ծնողներին, որ այդպես են վարվել ու զրկել են իրենց այդ հնարավորություններից ճանաչելու սեփական հորը այս դեպքում, եղբորը, քրոջը, մյուս ազգականներին։ Ինչ եք կարծում, ձեր քույրը կունենա նման զգացողություն, նման ափսոսանք, որ իրեն զրկել են ձեզնից։
Դե երևի թե այո, որտեվ արդեն ինքը հասուն տարիքում է, ինձ թվում է ամեն մեկն էլ գոնե կցանկանա իմանա իր պատմությունը, իր էությունը, անկախ այն բանից, ինչ ազգա, ինչ կրոնա, նույնիսկ եթե ցանկություն չունենա խոսքի մեր հետ շփվելու, գոնե ուրախ կլինենք, որ ինքը ողջ է, բայց շատ մեծ ուրախությամբ կուզենայինք հանդիպել, տենալ։ Ասացիք, որ նամակ է եկել, որ մահացել է։ Հա։ Այդ պահից սկսած փորձել եք ինչ-որ կապ հաստատել։ Չէ, դրանից հետո հայրս որոշեց, որ հանգիստ թողնի, հետո հանկարծակի մահացավ։ Հիմա ես եմ նախ որպես քույր շատ եմ ուզում իրան գտնեմ, երկրորդն էլ ոնց որ հայրիկիս գերազանք կատարեմ։ Հիմա մի պահ պատկերացնենք, որ ինչ-որ հրաշքով նրանք դիտում են այս հաղորդումը, նրա սերունդները, ժառանգները, եւ կխնդրենք, որ դուք դիմեք նրանց։ Կատյա ջան, եթե դուք տենում եք մեզ, մենք շատ մեծ ցանկությամբ կուզենայինք տենալ, իմանալ ձեր մասին, ձեր ողջ լինելու մասին, շատ մեծ երջանկություն կլներ մեզ իրար հանդիպելը ու տենալը։ Շնորհակալություն, որ այսօր մեզ հետ էիք։ Ձեր շնորհակալություն, շատ ուրախ ենք, շատ մեծ գործ եք անում մեր հայ ժողովրդի համար։ Շնորհակալություն։ Մեր հյուրը տաղավար եկավ միայնակ եւ առայժմ միայնակ էլ հեռանում է այստեղից։ Մաղթենք, որ շատ շուտով կրկին այս տաղավարից դուրս գա արդեն հարազատ մարդու հետ։ Կոնֆուցիոսն ասել է. «Երեք բան կա, որ երբեք հետ չի վերադառնում. ժամանակը, խոսքը եւ հնարավորությունը»։ Ուրեմն մի կորցրեք ժամանակը, ընտրեք խոսքերը եւ բաց մի թողեք հնարավորությունը։ Մեր թվարկությունից առաջ ասված խոսքերը կարծես մտածված լինեն որպես սպասիրինց հաղորդաշարի նշանաբան։ Իսկապես այս 3 գործոնների խառնարանում ենք աշխատում։ Ուրեմն իրոք կան բաներ, որոնք հազարամյակներով չեն կորցնում իրենց նշանակությունը մարդու կյանքում եւ որքան կարեւոր է հասկանալ դա։ Հասկանալ, որ թանկ է յուրաքանչյուր րոպեն եւ որ ժամանակի թեկուզ եւ չնչին կորուստը անդառնալի հետևանքների կարող է բերել։ Հասկանալ, որ մեկ խոսքը կարող է փոխել ամբողջ կյանքը, թե դեպի լավը, թե դեպի վատը։ Զայրույթի պահին ասված վիրավորանքը կարող է խաչ քաշել այն ամենի վրա, ինչը կառուցվել էր տարիներով։ Եվ հակառակը, մի բարի խոսքը, մի խոստովանությունը, մի կարոտի ու զղջման բառը կարող է մոռացնել բացասականը ու միավորել։ Եվ վերջապես հասկանալ, որ մարդուն կյանքում տրվող ամենակարևոր հնարավորություններից պետք է կառչել, առանց վարանելու։ Կասկածել ու սպասել, որ մի օր նորից գուցե շանս կտրվի փոխելու կյանքը, նշանակում է ուղղակի ձեռքից բաց թողնել այն, ինչ ընձեռվում է մեկ անգամ։ Որոնելու ձեր ժամանակը հենց այսօր է, ոչ հետո։ Իսկ մինչ դուք մտածում եք ինչպես ճիշտ օգտագործել հնարավորությունները, մենք կդիտենք հերթական տեսահայտը։ Չեմ հիշում երբեմն վերջ անգամ նկարել, բայց այսօր կարծես թե արթնացավ նկարելու ձգտում է փափագը։ Աշունը, որ տերևները գունավորվում են, ավելի հաճելի է նկարելը։ 50 տարի առաջ Խաչիկ Գալստյանը որոշեց նկարել, սակայն սիրելի գործով զբաղվեց շատ կարճ։ 5 տասնամյակ անց այսօր նա նկարում է մեր խնդրանքով։ «1972 թվականին 16-ամյա երիտասարդը Նորաշենից տեղափոխվեց Երևան սովորելու։ Մայրաքաղաքում Խաչիկն ընդունվեց Գեղարվեստատեխնիկական ուսումնարանի ոսկերչության և փորագրության բաժին։ Նույն տեղում էր սովորում նաև Հովհաննես Նագուլյանը։ Նա Երևանից էր, ապրում էր Ֆուչիկի փողոցում։ Ուսման ընթացքում երիտասարդներն ընկերացան։ Հովհաննեսն օգնեց Խաչիկին ընտելանալ նոր միջավայրին։ Արդարություն սիրող, անկես, անմիջական ազնվորություն է ինքը։ Անարդար բաներ տեսնում, խիստ բորբոքվում էր էլի, թե ինչ է այդպես անարդար վարվում։ Դենց անկես, անմիջական բնավորությամբ իրար կարծես թե համընկնես մեր բնավորությունները։
1974 թվականին տղաներն ավարտեցին գեղարվեստատեխնիկական ուսումնարանը։ Զինվորական ծառայությունից հետո նրանք որոշեցին միասին շարունակել ուսումը եւ ընդունվեցին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտի նկարչության եւ գծագրության ֆակուլտետ։ Հիմա այնպեսի մարդիկ քիչ կան, որ շատ սրտամոտ լինեն, ասենք, նեղությունը, դժվարությունը իհատ կիսես։ Ես մտածում եմ հովիկ այդ տեսակ անձնավորություն է, որ իհատ կարելի է նեղություններ կրել, իր ուրախությունները ուրախանալ։ Եվ այդպես ընկերներ երևի շատ քիչ կարող է որ մարդը գտնի։ Սրտամոտ ընկեր, որ ասենք, այդպես մտերիմ լինի իրարու հետ մտերիմ լինելու։ 1982 թվականի մայիսին Խաչիկն ու Հովհաննեսն ավարտեցին ինստիտուտը։ Խաչիկը վերադարձավ տուն, Նորաշեն։ Հովհաննեսը կյանքը շարունակեց մայրաքաղաքում, սկսեց զբաղվել ոսկերչությամբ։ Տարեվերջին մահացավ Հովհաննեսի հայրը։ Խաչիկը Երևան գնաց ընկերոջը ցավակցելու։ Այդ օրից հետո տղաներն այլևս չհանդիպեցին։ Շատ լավ ենք իրար հետ։ Շատ լավ, բայց ընթացքում թե ինչպես եղավ այդ կապը կամաց սառեց, թե հիմա կյանքի բերումով ասենք ավարտելուց հետո ամեն մեկս երևի անձնական կյանքով միգուցե այդպես եւ հեռացանք։ Ուղղակի ես մտածում կարող էի ավելի իր հետ ավելի սիրով լինեի, իր հետ ինչ որտեղ կապը պահեի հեռախոսի համար, չգիտես, եւ այլն։ Ես ինձ եմ մեղադրում էլի դրա համար։ Հասցեն չգիտեի, ուղղակի գիտեի, որ ինքը Փուչիկի փողոցում է, բայց իր տան հասցեն ես չգիտեի տան հասցեն։ Չէի վերցել տան հասցեն, որ ասենք մտածեի, որ կարելի է հետո ասենք հանդիպել իրան։ Սալորի վրա կա մրգեր, որոնք դեռևս չեմ հավաքել։ Հիմա ուզում եմ սալորից հավաքեմ եւ ձեզ հյուրասիրեմ։ Խաչիկը փորձել է գտնել ընկերոջը։ Նա այցելել է Փուչիկի փողոց, մտաբերելով փորձել է գտնել Հովհաննեսի տունն ու դրա առջև աճող թթենին։ Հարցուփորձ է արել, բայց Նագուլյաններին գտնել չի հաջողվել։ Տարիներ անցնում են, ավելի զգում ես, որ աներկա որ ճիշտ չեմ արել, ասենք, ճիշտ չեմ վարվել։ Անգամ իրան ներողություն խնդրելս Հովիկ ջան կներես այսինչ հարցում ես քո հետ ուղիղ չեմ վարվել։ Երևի հիմա է հասունացել ժամանակը գտնելու, համար հիմա եմ ուզում գտնեմ իրան։ Հովհաննես ջան, ես խնդրում եմ դիմելով քեզ, եթե դու լսեցիր իմ խնդրվածքը, որ ես ուզեմ նորից մեր հարաբերությունը հաստատվի, խնդրեմ որ արձագանքես, ես սպասում եմ քեզ։ Սիրելի հեռուստադիտողներ, սպասիր ինձի խմբագրություն որոնման հայտ ուղարկելիս մի մոռացեք կցել որոնվողի լուսանկարը, անգամ եթե այն շատ հին է, անգամ եթե առանձնապես որակյալ չէ։ Փորձը ցույց է տալիս, նույնիսկ մեկ լուսանկարի առկայությունը զգալիորեն մեծացնում է որոնման հաջող ելքի շանսերը։ Երբ լուսանկարը հայտնվում է մեր եթերում, այն ոչ միայն չի դադարում լինել ձեր ընտանեկան հարստությունը, այլև հազարավոր հեռուստադիտողների համար դառնում է ուղեցույց, ձեզ օգնելու, ձեր հարազատին գտնելու կարևոր գործում։ Եվ քիչ չեն նաև շանսերը, որ հենց որոնվողն իրեն կճանաչի լուսանկարում, որը տարիներով պահպանել եք ու հիմա կհասկանա, թե որքան կարևոր է եղել եւ մնում ձեզ համար։ Հիմա կդիտենք եւս մի քանի լուսանկար, որոնք ուղարկել են մեզ, եւ թող դրանք հասնեն ճիշտ հասցեատերերին։ Լուսանկարում Սաթենիկ Անոյանն է։ Նա ծնվել է 1912 թվականին Թուրքիայում, հայ ընտանիքում։ Հայոց ցեղասպանության ժամանակ Սաթենիկի ծնողները զոհվում են, իսկ նրան եղբոր հետ տեղափոխում են Հունաստան, մանկատուն։ Ամբողջ կյանքի ընթացքում Սաթենիկը երազում էր հանդիպել ողջ մնացած ազգականների հետ։ Այսօր արդեն նրա ծոռնուհի Սաթենիկն է որոնում ավագ Սաթենիկի հնարավոր բարեկամներին եւ հավատում, որ մի օր անպայման կհանդիպեն։ Բագրատ Դոխոդյանին է որոնում խորտ քույրը, Սիրանուշը։ Բագրատը 64 տարեկան է, ծնվել է Երևանում։
ապրում է հայրենիքում կամ Գերմանիայում։ Նրա եւ նրա ընտանիքի հետ հանդիպումը Սիրանույշի վաղեմի երազանքն է։ Սա Գայանե Նազարյանի մանկական լուսանկարն է։ Այժմ նա 52 տարեկան է։ Նա երազում է գտնել կենսաբանական մորը, որի անունը ենթադրաբար Նունե է։ 1973 թվականին ծննդաբերելուց հետո նա երեխային թողել է մանկաբարձուհու մոտ։ Որոշ ժամանակ անց վերադարձել է եւ հետաքրքրվել երեխայի առողջությամբ, բայց նրան ասել են, թե երեխան մահացել է։ Սակայն Գայանեն այդ ժամանակ արդեն որդեգրվել էր։ Նա փնտրում է մայրիկին, որ հայտնի այն մասին, որ ողջ է եւ շատ է ցանկանում հանդիպել։ Ալլա Օսեփյանին են խնդրում արձագանքել նրա դասընկերները։ Բագրատաշեն գյուղի թիվ 1 դպրոցն ավարտելուց հետո Ալան մեկնել է Ռուսաստան, սովորելու Տվեր քաղաքի քոլեջում։ Այն ժամանակից դասարանցիների հետ կապ չի հաստատել։ Լուսանկարում Կարինա Սամսոնի Սահակյանն է։ Այժմ նա պետք է մոտ 60 տարեկան լինի։ Ենթադրաբար ծնվել է Գորիսում։ Նրան եւ նրա ընտանիքին են որոնում նրա զարմիկի Վիկտորի ազգականները։ Վերջին նամակը Կարինայից նրանք ստացել են 1988 թվականի երկրաշարժից հետո, Սպիտակ քաղաքից։ Միխայիլ Ամիրյանը խնդրում է արձագանքել ընկերոջը, Անտոն Ստեփանյանին, որին Ռուսաստանի Կալուգայի մարզի Շայկով գավանում զինվորական ծառայությունն ավարտելուց հետո չի տեսել։ 40 տարի է անցել, սակայն Անտոնից լավ ընկեր Միխայիլը մինչ օրս չի գտել։ Սուսաննա Խաչատրյանը փնտրում է իր պապի, Թևոս Մնացականի Խաչատրյանի ժառանգներին։ Թևոսը ծնվել է 1910 թվականին Արևմտյան Հայաստանում։ Մեծ եղեռնից հետո նա հայտնվել է Գյումրիի մանկատանը, այնուհետև տեղափոխվել է Վայոց ձորի Զառիթափ գյուղ, աշխատել է տեղի թերթում որպես խմբագիր։ 1942 թվականին Թևոսը մեկնել է ռազմաճակատ ու գերեվարվել։ Հարազատներին հայտնել են, որ նա մահացել է, բայց 1970 թվականին ամերիկաբնակ ծանոթներից Խաչատրյաններն իմացել են, որ Թևոսը չի մահացել, նա ամուսնացել է եւ 2 որդի ունեցել։ Խնդրում ենք արձագանքել բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն այս պատմության մասին։ Սիմոն Ռազմիկի Ասոյանին է որոնում նրա զարմուհին, Անին։ Վերջին անգամ Սիմոնը խոսել է իր քրոջ Անիի մայրիկի հետ 2016 թվականին։ Կարճատև զրույցից հետո կապն ընդհատվել է։ Սիմոնի հետագա ճակատագրի մասին ընտանիքը ոչինչ չգիտի։ Դիմում եմ մեր նախագծի կամավորներին։ Եթե այն քաղաքում եք, որտեղ կարող է լինել որոնվողը կամ հնարավորություն ունեք կապ հաստատելու ու ինֆորմացիա ստանալու տվյալ բնակավայրից, ապա մի հապաղեք։ Ձեր օգնությունն այս պահին շատ անհրաժեշտ է։ Յուրաքանչյուր ընտանիքում կան թեմաներ, որոնց կարևորությունը եւ ցավոտ լինելը հասկանալի է միայն դրա անդամներին։ Այդ թեմաները չեն քննարկվում ընտանիքից դուրս օտարների հետ։ Դրանց մասին խոսվում է միայն հարազատների նեղ շրջապատում եւ չի մոռացվում ոչ մի վարքյան։ Սամվել Շահնազարյանի ընտանիքում նման թեմա է եղել նրա ավագ որդու մասին որևէ տեղեկության բացակայությունը։ Մասնագիտությամբ զինվորական, բնավորությամբ զուսպ եւ քչախոս, նա գրեթե չէր խոսում որդու մասին։ Վայելելով շրջապատի հարգանքը Սամվելը միշտ հոգու խորքում կրել է շատ անձնական ցավը։ Սամվելը երբեք չի թաքցրել, որ եւս մեկ որդի ունի, որին սակայն ոչ ոք երբեք չի տեսել։ Եղբայրները մեծացել են իմանալով, որ Սերգեյ անունով ավագ եղբայր ունեն, իսկ մանկության տարիներին միշտ հավատացել են, որ Սերգեյը մի օր անպայման կգտնվի։ Այս պատմության մեջ գուցե ոչ մի ողբերգական դրվագ չկա։ Եղբայրներն իմացել են, որ Սերգեյն ուրիշ մայրիկ ունի, որը հեռացել է Հայաստանից դեռ մինչև նրանց ծնունդը, տանելով իր հետ Սերգեյին։ Բայց դա չի նշանակում, որ նրա հետ չեն կարող հանդիպել։ Պետք է միայն փնտրել ու չհանձնվել, ինչն էլ նրանք արել են։ Մեր խմբագրություն որոնման հայտ է ուղարկել Վոլոդյան, Սամվել Շահնազարյանի որդիներից մեկը։ Իսկ դա նշանակում է, որ ինչ որ պահի նրանց որոնումները փակուղի են մտել։ Վոլոդյայի հետ հանդիպել ենք լսելու նրանց ընտանիքի պատմությունը, որպեսզի հասկանանք ինչպես կարող ենք օգնել այս կարևոր գործին։ Ես Վոլոդյան եմ։ 2 եղբայր ունեմ՝ Լևոնը եւ Հովիկը։ Մենք որոնում ենք մեր ավագ եղբորը Սերգեյին։ Сергея Самвеловича. Папу моего зовут
Հայրս Սամվել Վոլոդիայի Շահնազարյանն է։ Նա 25 տարի ծառայել է Գյումրիի թիվ 102 ռուսական ռազմաբազայում։ Հստակ չգիտեմ, հավանաբար ծառայությունից առաջ ծանոթացել է մի կնոջ հետ։ Սիրավեպ են ունեցել։ Ծնվել է նրանց որդին, Սերգեյը։ Դա Գյումրիում է տեղի ունեցել։ Հորս եւ այդ կնոջ հարաբերություններում ինչ-որ բան հավանաբար չի ստացվել եւ նրանք բաժանվել են։ Կինը որդու հետ գնացել է Ուլյանովսկ։ Եթե չեմ սխալվում, տատիկս պատմում էր, որ հայրս գնացել է այնտեղ։ Հետո վերադարձել եւ նրանց կապը վերջնականապես կտրվել է։ Ավելի ուշ հայրս կրկին ամուսնացել է եւ ծնվել ենք մենք 3 եղբայրներս։ Սերգեյը առանց հոր է մեծացել, ես հասկանում եմ, որքան բարդ է եղել։ Բայց նա 3 եղբայր ունի, նաև շատ զարմիկներ։ Ես 2 որդի ունեմ, եղբայրս 2 դուստր եւ 1 որդի, որին հորս պատվին Սամվել են կոչել։ Միջնեկ եղբայրս էլ 2 դուստր ունի։ Մեր բոլոր երեխաները գիտեն, որ հորեղբայր ունեն Սերգեյ անունով։ Առաջին հերթին ուզում եմ տեսնել նրան, շփվել, հասկանալ ինչպիսի մարդ է։ Չէ՞ որ մեր այրյունը նույնն է։ Կտեսնվենք, իսկ հետագան արդեն պարզ կլինի։ Սիրտս է ուզում տեսնել նրան եւ վերջ։ Սերգեյ, ուրախ կլինեմ հանդիպել քեզ, մենք շատ մեծ ընտանիք ունենք։ Ուզում եմ ասել քեզ, բարով գաս մեր ընտանիք։ Դու միշտ այստեղ քո տեղն ունես, կսպասեմ մեր հանդիպմանը։ Ակնհայտ է, որքան շատ է ուզում գտնել եղբորը։ Ակնհայտ է, որ նրան ընտանիքի լիիրավ անդամ են համարում, եւ ակնհայտ է, որ մեծ ցանկություն ունեն իրագործելու լուսահոգի հոր երազանքը, կատարելու պարտքը հոր հիշատակի առջև։ Իդեպ մինչև մեզ դիմելը եղբայրները որոշ տեղեկություն կարողացել են հավաքել Սերգեյի մասին։ Այդ տեղեկությունը մեզ բավականին օգնեց։ Ճշտեցինք, որ Ուլյանովսկ քաղաքում իսկապես բնակվում է մեր հայրենակից Սերգեյ Սամվելի Ցիբինը։ Նրա հետ հանդիպել է «Սպասիր ինձի» թղթակիցը։ Անունս Սերգեյ է։ Ծնվել եմ խորհրդային Հայաստանում, Լենինական քաղաքում։ Ընտանեկան հանգամանքներից ելնելով ստիպված էինք մեկնել երկրից։ Քանի որ մայրիկս Ուլյանովսկից է, 1984-ից 1985 թվականներին տեղափոխվեցինք այստեղ։ Ապրում էինք մորս ծնողների մոտ։ Այստեղ էլ դպրոց եմ գնացել եւ ավարտել։ Մայրիկիս անունը Ալեքսանդրա է։ Նա ծնվել է 1950 թվականի մայիսի 28-ին Ուլյանովսկ քաղաքում։ Հորս անունը Շահնազարյան Սամվել է։ Ցավոք չգիտեմ որտեղ է ծնվել։ Մայրիկիս խոսքով զինծառայող է եղել։ Մայրիկս աշխատում էր Լենինականի զորամասերից մեկում, որտեղ նա ծառայում էր։ Ինչ-ինչ պատճառներով նրանց համատեղ կյանքը չստացվեց եւ մենք հեռացանք Լենինականից։ Այստեղ ապրում էին մայրիկիս ծնողները, տատիկս ու պապիկս։ Երբ ծնողներս բաժանվել են, հայրս մայրիկիս գումար է տվել, որն այն ժամանակվա համար փոքր գումար չի եղել։ Ավակ քրոջս խոսքով, հայրս եւ նրա հայրը նույնիսկ եկել են այստեղ մեր տեղափոխվելուց հետո եւ մայրիկիս առաջարկել են ինձ Լենինական տանել։ Մայրս իհարկե չի համաձայնել եւ նրանք հեռացել են։ Դրանից հետո նրա հետ կապ չի եղել։ Երբ դեռ փոքր էի, ոչինչ չէի զգում, անտարբեր էի։ Ավելի ուշ, երբ մի քիչ մեծացա, մայրիկիս հետ զրուցել ենք այդ թեմայով։ Ես ցանկություն չունեի նրան փնտրելու։ Մտածում էի, եթե նա ինձ չի փնտրում, ուրեմն պետք չեմ նրան։ Լենինականի երկրաշարժից հետո նույնիսկ մտածում էի, որ նա արդեն ողջ չէ։ Իմացա, որ եղբայրս որոնում է ինձ։ Սկզբում նույնիսկ չհավատացի, շոկ ապրեցի։ Չգիտեմ ինչպես բացատրել, բայց նրան տեսնելու, նրանց հետ ծանոթանալու, շփվելու ցանկություն առաջացավ։
Սպասում եմ մեր հանդիպմանը։ Կշարունակենք շփումը, թե ոչ, պարզ կդառնա հետո։ Գուցե կծանոթանամ նրա ընտանիքի հետ։ Իմ ընտանիքի հետ կծանոթացնեմ։ Սիրելի եղբայր, անսահման ուրախ եմ, որ մենք գտել ենք իրար։ Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը, ուզում եմ ծանոթանանք, սկսենք շփվել ընտանիքներով։ Նման նորություններից սիրտս լցվում է։ Վստահ էինք, որ Վոլոդիայի համար նրան որոնելու լուրը որքան անսպասելի, նույնքան էլ ուրախալի կլինի։ Բայց հանդիպումը նրանց հետ իհարկե ամենացանկալի տարբերակը կլիներ։ Ինչպես ծանոթացան եղբայրները, կդիտենք հենց հիմա։ Ստիպված չեք լինի երկար սպասել, քանի որ մենք նրան գտել ենք։ Այո, ինչ լավ է։ Ուզում եք խոսել նրա հետ։ Խոսել։ Հիմա Այո, կարելի է։ շատ հուզիչ պահ է։ Անհանգիստ եմ։ Սերգեյ, բարի երեկո։ Ողջույն։ Ուրախ եմ ծանոթանալ։ Փոխադարձաբար, ես էլ շատ ուրախ եմ։ Շատ անսպասելի է։ Դու նման ես հայրիկին։ Հայրիկը մահացել է։ Այո, Վաղուց։ 7 տարի առաջ, Իսկ որտեղ է հուղարկավորված։ Գյումրիում։ Փաստորեն Գյումրիում։ Այո։ Դու էլ ես այնտեղ ապրում։ Ոչ, ես Մոսկվայում եմ ապրում։ Ուրեմն պետք է գալ, հանդիպել։ Իհարկե, համեցիր։ Ընտանիքիդ հետ ես Մոսկվայում։ Այո, 2 որդի ունեմ։ Եվս 2 եղբայր ունենք, միայն ես չեմ։ Դու միակը չես։ Ոչ։ Ինչ կա կյանքումդ, ամեն բան լավ է։ Կարելի է ասել այո, նորմալ է։ Ընտանիք ունեմ։ Երեխաներ ունես։ 1 որդի ունեմ։ Հիմա բանակում է ծառայում։ Դու որևէ բան հիշում ես մանկությունից, հայրիկից։ Միայն որոշ դրվագներ։ Ես շատ փոքր եմ եղել։ 4 տարեկան։ 4 տարեկան էի ընդամենը, երբ տեղափոխվեցինք։ Շատ քիչ հիշողություններ կան, բայց հայրիկին իհարկե հիշում եմ։ Ինձ համար անսպասելի էր այս զանգը։ Մտածում էի պարզապես նկարահանում են իրականացնելու։ Անակնկալ եղավ քեզ համար։ Պարզվեց խոսելու ենք։ Կարծում եմ հեռախոսահամարդ կփոխանցեն ինձ։ Իհարկե կտան։ Իմ հեռախոսահամարն էլ կգրեմ քեզ։ Իրական հանդիպման ժամանակ արդեն նորմալ կզրուցենք։ Իհարկե։ Քեզ նայում եմ, հայրիկի դիմագծերն են։ Այո, ինձ միշտ ասել են, որ հայրիկից շատ բաներ եմ շարժանգել։ Դե ինչ, կտեսնվենք։ Շատ լավ, ուրախ էի ծանոթանալ։ Ես էլ անկեղծորեն ուրախ եմ, Վոլոդիա։ Ամենայն բարիք քեզ։ Մինչ հանդիպում։ Դեռ մինչև վերջ չեմ գիտակցում։ Իհարկե, ուրախություն եմ զգում։ Պարզվում է միայն 1 եղբայր չունեմ։ Էլի եղբայրներ կան։ Եվ Մոսկվայում են ապրում։ Իհարկե կմեկնեմ Մոսկվա։ Ամեն դեպքում պետք է դեմարտեմ հանդիպել, խոսել։ Շահնազարյան եղբայրների միավորումը վերջապես կայացավ, եւ այս մասին արդեն կարելի է բարձրաձայնել ուրախությամբ։ Սա արդեն ընտանեկան փակ թեմա չէ, այլև ուրախանալու անսահման կարևոր առիթ։ Հաջորդիվ սպասենք նրանց իրական հանդիպմանը, հեռու եւ մոտ բարեկամներով, ազգականներով, անկեղծ զրույցներով, մտերմիկ պատմություններով։ Հուսանք այդ հանդիպումը կկայանա մոտ ապագայում։ Մենք էլ անպայման կպաշտպանենք կապը նրանց հետ, որպեսզի հեռուստադիտողներին եւս հայտնենք նորությունները։ Ափսոս, որ Սամվել Շահնազարյանը չհասցրեց տեսնել հասուն որդուն, բայց վստահ ենք, եղբայրները կլրացնեն այն բացը, որ գոյացել էր Սերգեյի կյանքում հոր բացակայությամբ։ Իսկ մեզ մնում է հորդորել, մի կորցրեք իրար, իսկ եթե կորցրել եք, փնտրեք իրար, ինչ էլ որ պատահի։ Մի հանձնվեք, սպասեք իրար, անկախ ամեն ինչից։ Եթերում Սպասիր ինձ հաղորդաշարներ, ցտեսություն։
Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։